ապրել ենք խաղաղության պայմաններում մինչև իր իշխանության գալը։ 20 թվին երկու պատերազմ ա եղել, մեկը հուլիսին Տավուշում եւ մեկը 44-օրյա ողբերգական պատերազմը Արցախում։ Այդքան զինվորական համազգեստով մարդ, իրանք որևէ ազգային ժողովի միջանցքներում տեսած կան, օրինակ եվրոպական երկրներում այդպես բան լինում է, որ ընդդիմադիր մի գործիչ ընտրվի համայնքի ղեկավար եւ դրան սպանեն։ Հեռացնել անկախության հռչակագրին հեղումը սահմանադրությունից դա նշանակում է վերջ տալ այն պետությանը, որը ստեղծվել է այդ հռչակագրով։ Ոնց որ թե չուզենանք հավատալ, թե մենք ինչ իրականության մեջ ենք հայտնվել։ Մենք հայտնվել ենք ադրբեջանա-թուրքական տիրապետության ներքո։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր մեր հյուրն է հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, հունիսի 7-ին ընտրություններ են Հայաստանում լինելու եւ սրան ընդառաջ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարություն արեց, որ երրորդ անգամ սպառնալիքի տեսքով, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Այսինքն, որ ընդդիմադիր, որ նոր ուժը գա իշխանության, պատերազմ է լինելու միջև աշուն։ Մենք այս հայտարարությունը լսել ենք նաեւ 21 թվականին, իհարկե այլ ձևակերպմամբ, եւ տեսանք դրանից հետո 23 թվական, ինչու է հենց հիմա նույն գործիքը կիրառում, այսպես ասած, ուրիշ միջոց չի մնացել, նորից սպառնալիքի լեզվով է խոսում։ Ինքը ադրբեջանական շահեր սպասարկող է, բնականաբար ինքը ադրբեջանական շահերի տեսանկյունից ասում։ Հիշում եք դեռ մինչև պատերազմ ասում էր ինքը պետքա գտնի այնպիսի լուծում, որը շահեկան լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Իհարկե ինքը ասում էր, որ պետքա լինի նաեւ շահեկան Հայաստանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի համար, բայց պարզվեց, որ ներկուսը իր համար այդքան կարեւոր չի եւ ինքը Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների շահերը նվիրաբերեց Ադրբեջանին։ Հետևաբար իր ցանկացած հայտարարություն պետք է նայել իբրև ադրբեջանական գործչի, Ադրբեջանի շահերը սպասավորի խոսքի տեսանկյունից, որովհետև տենց էլ կա։ Իսկ ինչ վերաբերվում է թե երբ կլինի, երբ է հնարավոր պատերազմ, երբ են հնարավոր այդ ռիսկերը, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդ առումով երկար մտածելու առիթ չունի, որովհետև կա վերջի տարիների ցավալի փորձը։ Մենք ապրել ենք խաղաղության պայմաններում մինչև իր իշխանության գալը։ Ինքը երբեք չի ասել, որ ինքը գալուց իշխանության պատերազմ է լինելու։ 18 թվին օրինակ ինքը մեր ժողովրդին չի ասել, որ եթե գա իշխանության, ապա պատերազմ է լինելու։ Չնայած ինքը հետո ասում է, ես գիտեի, որ այդ խնդիրը ուրիշ լուծում չունի։ Ուղղակի այդ ամեն ինչը կարող է լինել նաև առանց զոհերի, ես դա գիտեի, ուղղակի ձեզ չէի ասում։ Դե հետո է ասել։ Բայց 18 թվին, երբ որ գալիս էր իշխանության, երբ որ մարդկանց հանրեր փողոց չէր ասում, խնդրում եմ ինձ բերեք իշխանության, իմ օգտին քվեարկեք, որպեսզի պատերազմ լինի։ Դες բան չի ասել։ Չէ, Արցախ Հայաստանի ու վերջ, էս էր ասում։ Տապալեց բանակցային գործընթացը եւ եղավ 20 թվին միանգամից երկու պատերազմ։ Ես ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հիշեն նրա պատերազմների ամբողջ վիճակագրությունը։ 20 թվին երկու պատերազմ ա եղել, մեկը հուլիսին Տավուշում եւ մեկը 44-օրյա ողբերգական պատերազմը Արցախում։ Դրանից հետո 21 թվին, երբ որ ինքը նախաձեռնել էր նոր իշխանազավթման գործընթաց ընտրությունների անվան տակ, այդ ժամանակ ինքը չէր խոստանում, որ եթե ինքը գա իշխանության, պատերազմ են բերելու։ Խաղաղություն էր խոստանում 21 թվին։ Բայց երբ որ 21 թվին եկավ իշխանության, այդ ժամանակ եղավ իշխանասարը նոյեմբերին արդեն։ 22 թվին եղավ Ջերմուկյան պատերազմը։ 23 թվին եղավ Արցախի մեկօրյա պատերազմը եւ արցախցիների բռնի տեղահանությունը։ Իսկ նա երբ ասել, որ եթե ես մնամ իշխանության կամ գամ իշխանության, միշտ էլ ասում է խաղաղություն։ Բայց երբ որ գալիս է կամ մնում է, անպայման պատերազմը մնում է իր պաշտոնավարման շրջանում։ Այսինքն ինքը մեր երկիր պատերազմ, դժբախտություն, ավերածություններ բերողն է։ Եվ դա ինչ-որ իմաստով նաև տրամաբանական է, ինչի, որովհետև ինքը թույլ է, ինքը ունի թույլ ինտելեկտ, ինքը ունի թույլ փորձառություն, ինքը ունի թույլ կազմակերպական հատկություններ, թույլ վճռականություն, ինչ որ իրան վերաբերվում է, դա թույլ է։ Իսկ թույլությունից օգտվում է միշտ թշնամին։ Եվ քանի դեռ ինքը այդ իր թույլիկ կարգավիճակով շարունակում է մնալ իշխանության ղեկին, նրանք ովքեր ավելի ուժեղ են, հակառակորդը, մեր թշնամիները, իրանք միշտ հաղթում են այդ թույլին։ Դրա համար հիմա պետք է մեր ժողովուրդը ոչ թե որոշ այդ թույլիկին պահի իշխանության ղեկին եւ նորից մեր երկիրը բերի ավերածությունների ու պատերազմի, այլ ճիշտ հակառակը։ Ընտրի ուժեղ առաջնորդ, ուժեղ իշխանություն, որպեսզի մենք ունենանք ուժեղ պետություն։ Դա կստեղ կլուծի բոլոր խնդիրները եւ մենք ապրենք խաղաղ պայմաններում։
Ընտրությունների համար նաև մեզ օգնություն է գալիս ԵՄ-ից։ Ազատ արագ արձագանքման խումբ է գալիս հիբրիդային պատերազմի դեմ։ ԵՄ-ից մենք որպես այդպիսի օգնություն տեսել ենք նաև դիտորդական առաքելությունը, չհասկացանք ինչի համար էր, ինչ արեց, ինչ արդյունքներ ունեցանք, ոչ մի կանխարգելիչ կամ ինչ-որ մի գործողություն չի արել այս առաքելական դիտորդական առաքելությունը։ Ինչի համար է հիմա այս արագ արձագանքման խումբը գալիս, ինչ մոլդովական ինչ-որ ճանապարհային հարթեցում է։ Ես դրա մեջ ազնվության ոչ մի հատիկ չեմ տեսնում։ Դա ուղիղ միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին մի կազմակերպության կողմից, որին Հայաստանը չի անդամակցում։ Հայաստանը Եվրոպական միության անդամ չէ եւ միակ ինստիտուցիոնալ կապը, որը կապում է Հայաստանի Եվրոպական միության հետ, դա դեռևս 2017 թվականի նոյեմբերի 24-ին կնքված ՍԵՊԱ-ի համաձայնագիրն է, խորը ընդլայնված համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որի կետերը չեն կատարվում։ Այդ համաձայնագիրը վավերացված է ոչ միայն Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների կողմից, այլ հենց Եվրոպական խորհրդարանի կողմից, եւ այդ համաձայնագիրը ունի մի կարևորագույն կետ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Եվ այնտեղ նշված է, որ այդ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Եվ եթե Եվրոպական միությունը չի կարողանում ապահովել իր կողմից կնքված եւ վավերացված պայմանագրի դրույթները եւ Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի կիրառել Արցախի նկատմամբ ագրեսիա նախաձեռնելու ռազմական ճանապարհով իր օգտին ապօրինաբար միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելով լուծումներ գտնելու համար, այլ հակառակը Ադրբեջանի հետ ունի ավելի խորը համագործակցություն, քան Հայաստանի հետ, երբ որ Ադրբեջանը չունի նման համաձայնագիր, սա արդեն կասկածի տակ է դնում նրանց առաքելությունը եւ նրանց ազնվությունը։ Եվ կարծում եմ, որ նրանք ավելի շուտ այդ ձևով իրականացնում են մեր երկրի գործերին ուղիղ միջամտություն։ Ես անկեղծ ասած մեծ հաճույքով կցանկանամ հանդիպել այդ հատուկ արձագանքման խմբի անդամների հետ, որպես Եվրոպական միության անդամ պետություններից մեկում Հայաստանի նախկին դեսպան։ Իմ պաշտոնավարման շրջանում տեսել եմ, թե ինչպես են իրականացվում ընտրությունները Եվրոպական ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներից մեկում, Լեհաստանում։ Իմ պաշտոնավարման շրջանում Լեհաստանում եղել է եւ նախագահի ընտրություն, եւ Սեյմի Սենատի ընտրություն, եւ ես որևէ կասկած չեմ ունեցել այդ ընտրությունների ժողովրդավարական սկզբունքներով անցկացման հետ։ Հիմա եթե եվրոպացի պաշտոնյաներ են գալի, ինձ լեհական փորձի համադրության տեսանկյունից հետաքրքիր է իմանալ իրենց կարծիքը, երբ որ իշխանական տեխնացուն իշխանության արգելում է հիմնական իր քաղաքական մրցակցին հանդիպելու քաղաքացիների հետ, ապօրինաբար գործադրելով իրավապահ համակարգի ռեսուրս։ Ասենք օրինակ ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչ կարծիք ունեն ժողովրդավարական արժեքներ ունեցող եվրոպացիները Սամվել Կարապետյանի տնային կալանքի եւ այդ տնային կալանքը երկարացնելու որոշումների վերաբերյալ։ Մեկ ամսով կրկին երկարացում։ Այո, օրինակ ասենք իրանք որ իմանում են թե ինչի համար է Սամվել Կարապետյանը նախ բանտային կալանք ունեց, հետո տնային կալանք ունեց, հետո խոսքի սահմանափակում ունեցել։ Այ եվրոպական արժե համակարգի, իրավական համակարգի, մարդու իրավունքների համակարգի, ընտրական համակարգի տեսանկյունից իրանք ինչ կարծիք ունեն այդ երևույթ։ Եթե իրանք դրա նկատմամբ լոյալ են եւ դա նորմալ են համարում, ուրեմն դժվար թե իրանք եվրոպացիներ լինեն, որովհետեւ եվրոպացիները օրինակ եթե իրանք եկած լինեին, ասենք, մի բռնապետական համակարգից, ասենք, այնտեղ որտեղ որ ժողովրդավարության տարեր դանապես գոյություն չունի, Թուրքմենստանից կամ Հյուսիսային Կորեայից։ Ես կասեի, դե մարդիկ տենց են մտածում, բայց եթե իրանք ներկայանում են որպես եվրոպական երկրների, ժողովրդավարական երկրների ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հանդուրժողականություն են այս երևույթի նկատմամբ, ուրեմն իրենք սխալ տեղից են եկել։ Բայց ժողով չէ, նաև եղավ, որ եկան, ասեցին, մենք տեսնում ենք, որ մարդկանց բռնի վերցնում են, ձերբակալում են եւ այլն, բայց իշխանությունը մեզ հավաստիացնում է, որ խոսքի ազատության ինչ որ սահմանափակում չկա։ Ոնց է ինչով է հավաստիացնում։ Իշխանությունը տենց է ասում, բայց ասենք իրանց համար կարևոր չի իմանան, որ այս իշխանության պաշտոնավարման շրջանում փակվել է Երկիր մեդիա հեռուստաընկերությունը, զրկվել է իր հեռուստատեսային եթերից։ Շողակաթը, հայկական երկրորդ հեռուստաալիքը, որ լրատվամիջոցներին ազգային ժողովում ընտրողաբար են
հավաստագրում, որ հավաստագրումից հետո լրագրողներին ապօրինաբար զրկում են իրենց հավաստագրից իշխանական падգամավորներին ոչ իրենց ականջին հաջո հարցեր ընդամենը հարցեր հնչեցրեք ժողովուրդ օրաթերթի լրագրողները հավաստագրից զրկվել են, որովհետև նրանք ենթադրենք ՔՊ-ի խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին տալիս են իրենց ականջին ոչ հաջո հարցեր, ասենք հիշեցնում են Արթուր Հովհաննիսյանին, որ ինքը 2017 թվականին 0.24 գրամ դեղնականաչավուն զանգվածով բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժի եւ տարբեր քննչական կոմիտե։ Եվ եթե դա ուրց չի կամ դաղց, ապա Արթուր Հովհաննիսյանի համար ցանկալի չի լսել այդ պատմության հիշատակումը եւ դրա համար պետքա խմբագիրը ժողովուրդ օրաթերթի զրկվի ազգային ժողովում հարցեր տալու հնարավորությունից։ Ավելի թարմ դեպքը հրապարակի խմբագրի։ Եվրոպական շատ երկրներում, բացի Լեհաստանում իմ ծառայությունից, ուսումնական այցերի նպատակով, միջոցառումների մասնակցելու կոնֆերանսներում, բազմաթիվ երկրներում եմ եղել պարլամենտներում։ Մենք հիմա այդ եվրոպացի դիտորդները որ գան ու գնան Հայաստանի ազգային ժողով, այդքան զինվորական համազգեստով մարդ, իրանք որևէ ազգային ժողովի միջանցքներում տեսած կան, ազգային ժողովի շենք որ մտնում ենք որևէ առիթով, ասենք խորհրդարանական լսումներ, ես այդ առիթներով եմ գնում։ Ոնց որ զինվորական կազարմա լինի, անկեղծ այդպես անկողմնակալ դիտորդ, այդպես հասկացություն կա, չէ, իրավագիտության մեջ։ Այսինքն եթե մի հատ անծանոթ մարդու աչքերը փակես մտցնես ազգային ժողովի շենք աչքերը բացես ու ասես դու որտեղ ես գտնվում, ոստիկանական։ Ինքը հաստատ կասի զինվորական մի կազարմա է, որովհետև ընդ այդքան քաղաքացիական մարդ չկա միջանցիկ դահլիճի մոտ, ինչքան զինվորական համազգեստով խմբերով մարդիկ հարց առաջանում պարլամենտը որտեղ որ քաղաքական գործիչները խոսում են ընդամենը այդքան զինվորական ընդեղ ի՞նչ է անում նրանք ոչ միայն ընդեղ ճշում են իրենց ֆիզիկական ներկայությամբ այլ ազգային ժողովի падգամավորը ելույթ է ունենում կամ ազգային ժողովում գտնվող որ օրինակ ես խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ եմ ունենում եւ դա դուր չի գալի Ռուստամ Բաքոյանին, ով որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում իմ հասցեին վիրավորանքներ էր հնչեցնում եւ դատանի որոշում կա որ ներողություն խնդրի, չի խնդրում, ապա քրեական գործ առուցվի։ Այդ Ռուստամ Բաքոյանին դուր չի գալի իմ ելույթը եւ ոչ միայն նա ապօրինի դա ընդհատում է, այլև այդ զինվորականներին միջանցքից հրավիրում է, որից դուրս բերեն դահլիճից, ինչ իրավունքը չունի։ Մի հատ քրեական գործը հիմա դրա համար հարուցվի, դատանի որոշում կա արդեն, որ պիտի հարուցվի։ Հիմա եվրոպական երկրներում այդպես բան կա, որ մեկը պարլամենտի նիստերի դահլիճում ուղղակի իր մտքերը արտահայտի եւ իրեն գան հարկադրաբար լրացնեն եւ հեռացնեն դահլիճից, ասենք դա է ժողովրդավարությունը։ Օրինակ եվրոպական երկրներում այդպես բան լինում է, որ ընդդիմադիր մի գործիչ ընտրվի համայնքի ղեկավար եւ դրան սպանեն։ Նույն օրը մի ուրիշը ընտրվի համայնքի ղեկավար, հաղթի իշխանության տեխնացուին եւ նրան ձերբակալեն եւ նա մինչեւ հիմա ընտրված համայնքի ղեկավարը գտնվի կալանքի մոտ։ Տեսեք, Հայաստանի երկու խոշոր քաղաքներում, Գյումրիում եւ Վանաձորում ընտրված մարդիկ չեն կարողանում ղեկավարել։ Խոսքը չի վերաբերում է միայն Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանից առաջ Բալասանյան դաշինքն է, չէ՞։ Ստիպեցին Գյումրիում ինչի եղավ արտահերտ ընտրություն։ Ստիպեցին, որպեսզի Բալասանյան դաշինքի քաղաքապետը հրաժարական տա, դաշինքի բոլոր անդամները ավականու անդամ մանդատներից հրաժարվեն, մյուսները որ տեխնացու են, նրանք նույնպես հրաժարվեն իրենց մանդատներից ու Գյումրիում լինի արտահերտ ընտրություն։ Արտահերտ ընտրությունը եղավ, իշխանության տեխնացուն պարտվեց, հաղթողին ձերբակալեցին։ Ժողովրդավարական որևէ երկրում այդպես բան կա։ Հիմա իրանք գնում են հավասար պայմաններով ընտրության, իրանք հերիք չի գալիս են արագ արձագանքման, պարզվում է նաև հետները դատարկ ձեռով չեն գալի։ 12 միլիոն եվրո էլ փող են բերում։ Միևնույն է չեն ասում հստակ հիբրիդային պատերազմը որ երկրի կողմից է։ Պատերազմը նախ հիբրիդային պատերազմը դա ռազմական գործողություններն է ուղեկցված տեղեկատվական ապահովմամբ։ Հիմա երբ որ ասում են հիբրիդային պատերազմ, նշանակում է որ Հայաստանում արդեն կա պատերազմ։ Իր բոլոր բաղադրիչներով, բայց եկա պատերազմ, ձեր սրտիկը, խաղաղության քարոզը, ուրախ ավտոբուսը ինչի մասին է, եթե հիմա կա պատերազմ, են էլ իր բոլոր դրսևորումներով։ Բայց իրանք այդ իմաստով չեն սխալվում, որ կա հիբրիդային պատերազմ, եւ ինձ համար շատ պարզ է թե ով է վարում այդ պատերազմը։ Դա Ադրբեջանն է վարում մեր դեմ հիբրիդային պատերազմ, այսինքն ռազմական գործողություններ, ագրեսիա Հայաստանի դեմ,
որը ուղեկցվում է նաև տեղեկատվական, քարոզչական ապահովմամբ։ Պատերազմի դրսևորումը, երբ որ թշնամական երկրին հաջողվել է Հայաստանում ունենալ խամաճիկային իշխանություն, որի միջոցով նրանք ուզում են փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ընդ որում փոխել են այնց, որ վերանա Հայաստանը որպես պետությունը, որովհետև հեռացնել անկախության հռչակագրին հղումը սահմանադրությունից դա նշանակում է վերջ տալ այն պետությանը, որը ստեղծվել է այդ հռչակագրով։ Իսկ Հայաստանի Հանրապետություն անվանումով պետությունը ստեղծվել է 90 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Ժողովրդավարության մեկ այլ դրսևորում է նաև սոցիալական հարթակներում ինչ-որ մեկնաբանություններ գրելու կամ գրառումներ կատարելու համար։ Այսինքն ով հակաիշխանական ինչ-որ գրառում է կատարում կամ թողնում է մեկնաբանություններում, նրան ձերբակալում են։ Եթե դա ընդդիմադիր գործչի նկատմամբ է եւ հակառակը։ Օրինակ մի պապիկ, որը որ ցավոք վրիպումով խնձոր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որ նույնիսկ նշանակակետին չի մոտեցել այդ խնձորը, նրան ձերբակալել էին, քրեական գործ հարուցել։ Չի կպեմ, բայց երբ որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազյանին քաղաքական հայացքների համար շենքի մուտքի մոտ դաժան ծեծի են ենթարկել, այդ հանցագործությունը կատարած անձին քլը մի օր չեն ձերբակալվել եւ դատարանը արդեն նաեւ վերաքննիչ դատարանը բավարարվել է նրանց աշխատանքով պատժելով ընդամենը 150 ժամ տևողությամբ։ Հիմա ես ուզում եմ մանամ այդ ժողովրդավարական երկրներում, որտեղից որ գալիս են եվրոպական երկրներ, իրանց մոտ էլ է տենց։ Ասենք իրանց երկրներից որևէ մեկի դեսպանը, երբ որ առաքելությունը ավարտում է, վերադառնում է իրանց երկիր եւ քաղաքական գործունեությամբ զբաղվում, իրան դաժանաբար ծեծում են եւ ծեծողները մնում են անպատիժ։ Ես շատ կուզեմ այդ մարդկանց հետ հանդիպեմ։ Նույնիսկ օթանավակայանից դիմավորելով ամբողջ ոտքով այդպես քայլենք իրար հետ զվարթնոցից մինչև եւ ցույց տալ ժողովրդավարությանը Բաստիոնը։ Եվ այսպես ճամփին փարակար համայնքով, մի հատ այսպես ոտքով անցնենք եւ ես իրանց հարցում ասեմ ուր է համայնքի ղեկավարը։ Այս ժողովրդավարության տրամաբանության մեջ մենք տեսնում ենք, որ մեր արժեքային սյուները քանդվում են։ Շատ հաջորդաբար եւ շատ ինտենսիվ։ Մեր անձնագրերից հանվեցին Արարատի նշանները, երբ որ ելքի դուրս գալուց երևում էր։ Եվ երեք մամուլը գրեց, որ արդեն օրինակ համալսարաններում է տարածվում այդ քաղաքականությունը։ Պոլիտեխնիկական համալսարանի լոգոտիպը, որը Արարատի նշանն է, դա փաստորեն հրաման է տրված, որ պետք է դուրս գա։ Այո։ Արցախ բառի գործածությունն արկելու։ Այսինքն այն ամենն է, դուք ես չգիտեմ, էլ ուղղակի մարդիկ դեռ իներցիայով են շատերս ապրում։ Ոնց որ թե չուզենանք հավատալ, թե մենք ինչ իրականության մեջ ենք հայտնվել։ Մենք հայտնվել ենք ադրբեջանա-թուրքական տիրապետության ներքո։ Ասենք օրինակ մինչև 18 թվականը, ասենց ասեմ։ Ադրբեջանը որևէ մեկը կարար գործարծել Արցախ եզրույթը։ Ասենք Լեռնային Ղարաբաղի մասին խոսելուց ասեր Արցախ։ Եվ ինքը Ադրբեջանը մնար անպատիժ։ Հնարավոր չէ, չէ՞, որտեղ Ադրբեջանի իշխանությունը դա իրեն թույլ չէ։ Ասենք հնարավոր է, որ Ադրբեջանը որևէ թանգարանի տնօրեն իր արտասահմանյան հյուրին, թանգարան այցելած հյուրին նվիրեր Արցախի հայկական պատկանելության վերաբերյալ մի գիրք։ Ինչ կլներ դրանից հետո այդ տնօրենի հետ։ Բազմաթիվ դեպքեր կան ձերբակալության եւ խոսում են հավանականության մասին Հայաստանի հետ խաղաղության, արդեն ձերբակալված են այդ մարդիկ։ Ադրբեջանում նրանք ձերբակալեին գործից քահանա, ստել են անում արդեն, որովհետեւ ստեղ հաստատվել է ադրբեջանական իշխանություն։ Նույն բանն է, հիմա մենք իրաց տիրապետության տակ ենք եւ իրանք ասում են, տեսեք գեղարվեստական ստեղծագործություններից, ասենք Արա Գևորգյանը, չէ, հեղինակել է մի երաժշտություն, որպես հեղինակ դա անվանել է Արցախ։ Սպորտսմենները, այստեղ ոչ մեկը ոչ քաղաքական գործիչ է, ոչ դիվանագետ է, ոչ պետական պաշտոնյա է, չէ։ Սպորտսմենները Համաշխարհային օլիմպիական կոմիտեի կանոնակարգին համապատասխան գեղասահորդները իրավունք ունեն ընտրեն ցանկացած հայտնի գեղարվեստական ստեղծագործություն, որի տակ իրանք հանդես գան։ Եվ բնականաբար ստեղծագործությունը կրում այն անունը, որը որ հեղինակը հեղինակել է։ Մեկի պարզվում է, որ Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն արգելում է, որ այդ ստեղծագործությունը, որը հեղինակ անվանել է Արցախ, այդ ձևով էլ ներկայացվի։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն դրան ընդհանրապես չի արձագանքում։ Հանրայինն էլ ասելուց ասում է Արա Գևորգյանի հանրային հեռուստաընկերություններ ձեռնպահ համանում դրա անունը տալուց։ Այսինքն դա
ադրբեջանական իշխանության դրսևորումներ է։ Բոլոր իսկ մենք հայտնվել ենք ադրբեջանական իշխանության տակ եւ դա շարունակվելու է։ Եվ դա շարունակվելու է, որովհետեւ այդպես գրած է Վաշինգտոնում նախաստորագրված, այսպես կոչված խաղաղության պայմանագրով։ Այդ պայմանագրին ասում են մենք հիմա նախաստորագրում ենք։ Դա կստորագրենք, եթե դուք սահմանադրությունը փոխեք, այս պահանջները կատարեք եւ այլն, բայց ասում եմ, մինչեւ ստորագրելը կողմերը պետք է հավատարիմ մնան այս պայմանագրի կարգավորումներին ու դրույթներին։ Իսկ այդ հավատարմությունը ի՞նչ է նշանակում, որ ինչ որ այնտեղ գրած է, պահպանվի։ Դրա համար Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվում է Բաքվում։ Ընտրություններից հետո հիմա չեն ուզում ուղղակի աղմուկ բարձրացնել։ Արցախյան պատերազմի հետ առնչություն ունեցող բոլոր զինվորականները, սպաները, գեներալները, ազատամարտիկները, երկրապահ կամավորականները Հայաստանում դատվելու են։ Միգուցե մեկ համաներման ակտով դատվելուց հետո միգուցե նրանց ներում շնորհվի, բայց ասելու են դուք հանցագործ եք եղել։ Նույն հոդվածներով ոնց որ հիմա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դատվել է արդեն Բաքվի դատարանի կողմից։ Իսկ ինչ տարբերություն չէ Լևոն Մնացականյանի եւ Աշոտ Փաշինյանի միջեւ։ Երկուսն էլ ծառայել են Արցախի պաշտպանության բանակում, մեկը որպես բանակի հրամանատար, մեկը որպես բանակի զինշարքային զինծառայող, բայց եթե նրանք ծառայել են ապօրինի ահաբեկչական ռազմական կազմակերպված ռազմական կազմավորման խմբին, որը ագրեսիա է իրականացրել Ադրբեջանի պետության դեմ, նրանք ամենքը իր պատասխանատվություն ունեն։ Հետևաբար Արցախի պաշտպանության բանակում երբևէ ծառայած ցանկացած զինվորական ըստ խաղաղության համաձայնագրի հանցագործ է։ Եվ սա մարսվելու է։ Դրա համար պետք է վռնդել այս իշխանությանը եւ Հայաստանում հաստատել հայ ժողովրդի շահերը սպասարկող իշխանություն։ Առայժմ մենք ունենք Ադրբեջանի ժողովրդի եւ Ադրբեջանի պետության շահերը սպասարկող իշխանական խմբակ։ Շատ էլ չեն։ Ես հաշվել եմ մաքսիմում 200 գլուխ։ Այդ խմբակի հեռացումը, այդ թույլիկների եւ ուժեղ իշխանության հաստատումը մեզ վերադարձնելու է բնականon, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի։ Եվ այդ հնարավորությունը ես տեսնում եմ, մասնավորապես ես ինքս իմ որոշումը կայացրել եմ։ Միացել եք ուժեղ Հայաստան թիմին Սամվել Կարապետյանի հետ եւ ես վստահ եմ, որ այդ դեպքում մենք կարող ենք լուծել մեր բոլոր խնդիրները։ Խոսանք հենց ուժեղ Հայաստան կուսակցությունից ներկայացրեց իր անվտանգային ծրագիրը եւ հայտնեցին, որ բազմաթիվ փորձագետներ կան, որոնք ներգրաված են որպես խորհրդատու։ Մեծ աղմուկ բարձրացրեց իսրայելցի գեներալի մասնակցությունը, այստեղ օրինակ դուք արդեն միացել եք կուսակցությանը որպես անդամ։ Ինչ է կարծում, արդյոք ռիսկեր չկան։ Օրինակ այդ իսրայելցի փորձագետը տիրապետի տեղեկություններ հայ անվտանգային Հայաստանի անվտանգային խնդիրների, ռեսուրսների մասին դա լինի Իսրայելի տիրապետության տակ եւ փոխանցվի Ադրբեջանին, որովհետեւ մենք 20 թվականին տեսանք, չէ, Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը։ Մենք այս պահին չենք քննարկում Իսրայելի քաղաքականությունը որևէ այլ պետության, այլ երկրի հետ։ Եւ այս փուլում ընդհանրապես մշակվում է ուժեղ Հայաստան քաղաքական թիմի նախընտրական ծրագիր ըստ առանձին բաղադրիչների։ Դրա հայցա եւ փորձագետները ներգրաված են ընդհանրապես ոչ թե մեր երկրի համար անվտանգային հայեցակարգ մշակելու, այլ նախընտրական ծրագրի գլխավոր դրույթները մշակելու գործին։ Այստեղ իրանց մասնակցությունը եւ ներգրավվածությունը պետության գործերի իմաստով չափազանց համեստ է եւ հեռու պետության գործերից դեռ։ Իսկ ինչի է հրավիրված կոնկրետ այդ գեներալը, որովհետև նախորդ պատերազմների փորձը ցույց է տվել, որ մեր երկրի ամենախոցելի զինված ուժերի պաշտպանական համակարգի բաղադրիչներից մեկը մնում է օդային պաշտպանության համակարգը, այսինքն մենք չենք ունեցել պաշտպանված օդ հակաօդային պաշտպանության համակարգ։ Եվ եթե դա չենք ունեցել ու մինչև հիմա չունենք, նշանակում է, որ առաջնահերթ մենք պետք է լուծենք այդ խնդիրը։ Դա մասնագիտական խնդիր է, օրինակ ես ինքս չեմ կարող մշակեմ, հասկանամ, թե ինչ հակաօդային պաշտպանության համակարգ է պետք։ Նարեկ Կարապետյանն էլ չի կարող, ոչ մի քաղաքական գործիչ չի կարող, դա զինվորական, մասնագիտական գիտելիքներ, հմտություններ պահանջող ուղղություն է։ Դա կարող են անել միայն լավագույն փորձագետները։ Եվ հիմա տվյալ պահին հրավիրված է աշխարհի մասշտաբով լավագույն փորձագետներից մեկը, որը իր երկրի օրինակով ցույց է տվել, որ կարողացել է այդ խնդիրը լավագույնս լուծել։
Առավել եւս այն երկրի, որը Ադրբեջանին տրամադրել է օդային հարձակման միջոցներ, այսինքն ավելի լավ, քան նա, որ կիմանա թե ինչպես պաշտպանվել իսրայելական դրոններից կամ այլ միջոցներից, ինչ հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել դրանից պաշտպանվելու համար դժվար է պատկերացնել։ Հիմա եթե լավագույն մասնագետը լիներ չեխ, կհրավիրվեր չեխ, այսինքն տվյալ դեպքում նախապատվությունը տրվել է ոչ թե երկրին, ժողովրդի ներկայացուցչին, այլ տրվել է փորձագիտական ունակություններ ունեցող մարդուն, որ նաև համաձայնվել է դա անելու։ Եթե լիներ մի հատ հրաշալի մասնագետ Իրանից, կարելի էր հրավիրել նաև այդ փորձագետին, այսինքն ընտրությունը կատարվել է փորձագիտական գիտելիքները գնահատելու, այլ ոչ թե ազգային պատկանելությունը հաշվի առնելու գործը։ Բայց ամեն դեպքում մտավախություն չկար, որ դա նաև հիմա Իրանում կատարվողի ֆոնին հնարավոր է դա ընկալվի շատ սխալ։ Չէ, ինչի պիտի, այսինքն ընկալումները եթե նախնական լինեն, շատ հեշտ դրանք կարճ ժամանակա հետո ցնդում են օդ, որովհետև իրականում դա պետք է տենց լինի, այսինքն մասնագիտական, փորձագիտական ներգրավվածությունը որևէ այլ երկրի դեմ, որևէ այլ պետության դեմ գործողությունների իմաստ չի կրում իր մեջ։ Դա ընդհանրապես նորից եմ կրկնում, մենք ունենք թույլ օդային պաշտպանության համակարգ, պետք է ամրապնդենք։ Ամրապնդելու համար մեզ պետք են լավագույն փորձ, գիտելիքներ ունեցող, պրակտիկայում այդ գիտելիքները կիրառած, ապացուցած փորձառու մարդիկ, անկախ դրանից թե իրանք որ ազգության ներկայացուցիչներն են, որ երկրում են ծառայել, մեր երկիրն է հետագի, ով կարա օգտակար լինի մեր երկրին։ Եվ ես կարծում եմ, որ այդ էմոցիոնալ ընկալումները դրանք առաջի տպավորության ընկալումներ են եւ ժամանակի ընթացքում շատ հեշտ կհարթվեն։ Եկեք փաստենք, որ կիրակնորյա պատարակները փոխարինվեցին ուրախ ավտոբուսով։ Պատարակների չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը։ Այո, դա տենց է։ Ինչի շրջանակում էր դա եկեղեցու դեմ արշավի։ Հիմա այդ արշավը կանգնած է։ Ձախողվել է։ Այո, մենք տեսանք, որ նույնիսկ այդ 10 եպիսկոպոսներից մեկը արդեն հանգստի, այո, հանգստի կոչվեց եւ պետք է հանգստանային։ Շատ աշխատեցին, պետք էր հանգստանալ, այո։ Անհանգիստ։ Այսինքն, փորձագետներից մի քանիսն են նշում են, որ 8 տարվա մեջ առաջին անգամ եկեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվեց։ Առաջին անգամ չի, հերթական անգամ։ Առաջին անգամ նաև այն իմաստով, որ իր համար առաջնահերթ համարած խնդրով, որովհետև չենք մոռանում, չէ, որ ինքը ընդամենը մի քանի ամիս առաջ լույսը բացվում էր, զբաղվում էր միայն եկեղեցու դեմ պայքարով, կեսօրին ամբողջ օրը զբաղվում էր դրանով, քնելուց առաջ զբաղվում էր դրանով ու քնում էր։ Ու իր բոլոր նախաձեռնությունները տապալվել են։ Հիշեք էլի, այն ամենասկզբից, ասած կառավարությունում պիտի հանձնաժողովներ ստեղծենք, մի քանի խմբեր, ինքը պիտի ընտրություն կատարի, թե ովքեր են պասպահե, ովքեր են ավետարան կարդացի, ովքեր են հավատացյալ, անձամբ պիտի այդ ընտրությունը կատարի։ Ինչ ասած այդ մեթոդաբանությունը ես մինչև հիմա չպատկերացրեցի, հուսով եմ, որ ինքը այդ բաները, այդ ընտրության իր ասած մեթոդով գործողությունը չի կատարի, որտեղ ինքը ասում էր պիտի պասպահելու հանգամանքներ ստուգվի։ Հիմա ասենք պասի շրջանա, չէ՞, որևէ մեկը եթե կենթանական ծագում ունեցող սնունդ օգտագործել է, դրա ստուգելու միայն մեկ ձև գոյություն ունի, դա անալիզն է։ Անալիզի 3 տեսակ է բժշկությունը կիրառում՝ արյան, մեզի եւ կեղտի։ Ես ուզում եմ անամ, թե ինքը անձամբ այդ 3 բաղադրիչներից որ մեկն է ստուգելու կամ ստուգե պարզելու համար մարդը պասպահում է կամ պահել է թե չէ։ Բայց չի հայտարարել, որ այդ քննությունների արդյունքով ինչ-որ խումբաձև է, որ այդ տապալվել է դա։ Հիշում եք, ասած պետքա գնանք Էջմիածնի հրապարակում, հետո շարժվենք, այդ տենց էլ չեղավ։ Մի հատ դեկտեմբերի 18-ին փորձեցին։ Բայց այդ եպիսկոպոսները գնացին։ Եպիսկոպոսները գնացին, նաև են օպերայի են գեղարվեստական ղեկավարի եղբայրն Անդորյաններ, չէ, Դուրգարյաններ, հա։ Հա։ Դրանք ես ինչ որ անդուր եմ հիշում դրանց, տենց է տպավորվել, բայց չէ, Դուրգարյանն է դրանց ասում։ Հա, այդ խուլիգանությունը դրա եղբոր ընդեցուցաբերած են Տավրոսել ունեն, չէ՞, մի հատ բոլոր տեղերի խուլիգանական պահվածքով ձախողեցին դեկտեմբերի 18-ի այդ արշավը եկեղեցին։ Հետո սկսեց այդ իր պատարակների շարքը, հետո ասում էր բանը
սիրելի քաղաքացիներ, եթե դուք գնաք որևէ պատարագի եւ այնտեղ կաթողիկոսի անունը հնչի, դուք տեղից միանգամից ըմբոստացեք, թույլ մի տվեք, որ այդ պատարագը շարունակվի։ Մեկ է պարզվեց, որ ինքը Սևան քաղաքում մասնակցում է մի պատարագի, որտեղ հնչում է Վեհափառյանը եւ իրան պահում է շատ ադեկվատ։ Ոչ մի խուլիգանություն այդ օրը Նիկոլ Փաշինյանը չէր արել։ Պատարագի շատ համեստ, զուսպ եւ հնազանդ կեցվածքով ստիված դուրս էր եկել պատարագից հետո եկեղեցուց տապալվել է ամբողջությամբ փորձեց եպիսկոպոսների ժողովը տապալի այդ 4 սրբազան հայրերի ձերբակալություններ մինչև հիմա Բագրատ սրբազանը ապօրինի գտնվում է կալանքի տակ Միքայել Մկրտիչ սրբազանները տնային կալանքի տակ նրանք արդեն ազատ էտել փոխվեց ոնց որ այդ խափամիջոցը Միքայել սրբազանի Արշակ սրբազանի դեմ այդ ակնհայտ սուտ միջազգային փորձագիտությամբ հաստատվեց որ տեսանյութերը իր այդ որևէ կապ չունեն եւ դրանից տեսան որ տեսանյութով չեն կարողանում ասեցին թմրանյութա ինչ որ գցե մի հատ ոս բանի մեկի մոտ հետո պարզեց որ այդ թմրանյութի այդ իրեղեն ապացույցը անհետացել է թե քննիչները չեն ոգևորվել չեն մեջ արել որովհետեւ իրանց պատասխանատվության եթե իրանց մոտ այլ է ես կարծում եմ որ իրանց մոտ է չի եղել ասենք դες բան չի կարալ ասենք 7 տարի առաջ ասենք այդքան սուտ այդքան զրպարտիչ տեղեկություններ տարածելով ապօրինի ձեռ որ ամենայն հայոց կաթողիկոսը մեղադրյալի կարգավիճակ ունի ինքը վրաց կաթողիկոս պատրիարքի մահվան ցավակցագիր է ուղարկում երբ որ մեր կաթողիկոսի իշխանությունը չի ընդունում թույլ չեն տալի այսօր Գարեգին Վեհափառը գնա մասնակցի վերջին հրաժեշտի ուղարկավորության այ հրավեր եղել է վրաց եկեղեցու կողմից բայց երկրից բացակայելու այս ամբողջը նրա այդ ապօրինությունները բայց կյանքը ցույց տվեց դա մենք ի սկզբանել ենք չի ասում որ քանի որ երբևէ սատանան Քրիստոսին չի հաղթել այս դեպքը բացառություն չէր կարող լինել իսկ Հայաստանի ծառայելական Սուրբ եկեղեցին դա Աստծո կողմից ստեղծված կառույց է Աստվածն է մեր եկեղեցու առաջնորդը Աստվածը մեր եկեղեցու գլուխը ոնց կարա մի հատ թույլիկ սատանայիկ փորձի հաղթել Աստծուն եւ նրա ստեղծած հայ առաքելական Սուրբ եկեղեցու Եվ շատ կարճ խնդրում եմ ասել խոսում է որ գլխավոր ուժը որին ժողովուրդը հավատում է եւ այլն դուք եք նշում իհարկե ձեր ուժը Հայաստանն է ինչ տրամադրություններ եք դուք նկատում մարդկանց մոտ օրինակ ձեր հիմնական ուղղությունը տնտեսականն էր հետո նաեւ ներկայացվեց անվտանգայինը ինչ եք դուք մարդկանց մոտ տեսնում տրամադրությունների առումով Ակնհայտ է որ ուժեղ Հայաստանը այսօր ամենաուժեղ դիրքերից է հանդես գալիս եւ ունի շատ մեծ վստահություն չնայած այն հանգամանքին որ առաջնորդը Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ եւ հնարավորություն ունի անձամբ հանդիպել քաղաքացիների հետ ժողովրդի հետ ներկայացնել ծրագրերը որովհետեւ իր պարագային բնականաբար դա լրիվ այլ արդյունք է ունենալու այլ էֆեկտ է ունենալու բայց անգամ այդ պայմաններում Լուսակցության եւ քաղաքական ուժի հեղինակությունը գնալով ամրապնդվում է եւ այո դուք էլ արդարացիորեն ճիշտ եք արձանագրում որ դեռ նոր է սկսվել գաղափարական հիմնական ծրագրային ուղղությունների ներկայացումը սկզբից միայն տնտեսական բաղադրիչը հիմա նաեւ պաշտպանական անվտանգային դիվանագիտական բաղադրիչը առաջիկայում նաեւ կներկայացվի ամբողջական ծրագիրը նախընտրական ժողովրդը մեծ ողջավորությամբ է ընդունել այդ մոտեցումները եւ այս հանդիպումները հիմա դրանք դեռևս քարոզչական իմաստ բովանդակություն չունեն, ավելի շուտ ճանաչողական եւ ծանոթացնելու իմաստով նոր քաղաքական ուժին դեռևս բուն նախընտրական քարոզչությունը, նախընտրական ծրագրի թիմի դեռևս այդ этаպին չենք հասել։ Եվ ես վստահ եմ, որ այս զարգացումները, որոնք ակնհայտորեն սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալի, որ արդեն ուժեղ Հայաստանի դիրքերը ավելին են, քան իշխող քաղաքական ուժին, հատկապես Երևան քաղաքում, վստահ եմ, որ առաջիկայում, ինչի հիմա Երևանը, որովհետև հիմնական աշխատանքը, ակտիվությունը Երևան քաղաքում, առաջիկայում կլինեն նաև մարզային ավելի ինտենսիվ հանդիպումներ, այցելություններ, եւ ես վստահ եմ, որ մենք շատ մոտ ենք այն հնարավորությանը, որ հունիսի 7-ին Մեն վստահ եմ ուղղակի այդ հարցում մենք ունենալու ենք նոր վարչապետ, որի անունը կլինի Սամվել Կարապետյան։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։